Համեցեք Տիկին Հակոբյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Բաքոյան, հարգելի գործընկերներ եւ հարգելի ներկաներ, փորձեմ կարճ ներկայացնել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից այսօրվա քննարկվող թեմայի շրջանակներում իրականացվող վերահսկողությունը օրենքով սահմանված մեր լիազորությունների շրջանակներում։ Վերահսկողությունը աղմուկի նկատմամբ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը իրականացնում է առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 հրամանով հաստատված աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական շենքերում եւ բնակելի կառուցապատման տարածքում սանիտարական նորմերի նկատմամբ։ Այս նորմերով սահմանված են սահմանային թույլատրելի մակարդակներ, ինչպես աշխատատեղերում աղմուկի համար, այնպես էլ բնակելի տարածքներում, բնակելի շենքերի սենքերում թափանցող աղմուկի համար։ Միաժամանակ նորմով սահմանված է նաև աղմուկի չափումների ողջ ընթացակարգը։ Ինչպես են կատարում մեր վերահսկողությունը։ Մեր վերահսկողությունը իրականացնում ենք ստացված դիմում բողոքների հիման վրա կամ տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ Նախաձեռնությամբ մեր վարչական վարույթները իրականացնում ենք, եթե դիմում բողոքի հիման վրա կամ նախաձեռնությամբ եղել է վարույթ եւ արդյունքում տրվել է կարգադրագիր, ապա այդ կարգադրագրի կատարումը բարձելու նպատակով ենք իրականացնում նախաձեռնությամբ վարույթները, ինչպես նաեւ տեսչական մարմին ներկայացված այլ մարմիններից տեղեկատվության հիման վրա։ Միաժամանակ կարող է նաև մեզ թեժ գծով տեղեկատվություն ներկայացվի, ինչ որտեղ աղմուկի նորմի խախտումների վերաբերյալ այդ տեղեկատվության հիման վրա, եթե զանգողը թեժ գիծ չի ներկայանում անձամբ դիմում գրում, մենք զեկուցագրի միջոցով մեր նախաձեռնությամբ իրականացնում ենք վարչական վարույթներ։ Քանի որ ՄԻՊ-ի մասով եղավ հարցումներ քանակների վերաբերյալ, կոնկրետ 2020 իմ ձեռքի տակ ունեմ 2024 թվականին իրականացրած մեր վարույթների թիվը, իրականացրել ենք աղմուկի մասով 110 վարչական վարույթ, որից 28-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ դիմումի հիմքով 82 վարչական վարույթ։ ՄԻՊ-ից 2024 թվականի ընթացքում ստացել ենք 4 տեղեկատվություն աղմուկի վերաբերյալ խախտումների մասով, ընդ որում մեկ գրությանը կցված է եղել դիմումը, դա ընդունել ենք որպես վերահասցեագրում եւ դիմումի հիմքով վարչական վարույթ է հարճուցվել։ Մնացած 3 դեպքերում ՄԻՊ-ի գրության հիման վրա տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ։ Ինչ ենք անում, երբ վարչական վարույթը հարուցվում է։ Նախ, եթե դիմումը մտնում է տեսչական մարմին, համարվում է արդեն ինքնըստինքյան վարչական վարույթը հարուցված, դիմումը երբ մարմինը ստանում է։ Վարչական վարույթը հարուցվելուց հետո նշանակվում է զննում եւ հստակեցվում է աղմուկի հնարավոր աղբյուրը։ Այնուհետեւ իրավասու մարմնին, տեսչական մարմնի կողմից ներկայացում է հայտ աղմուկի չափումներ իրականացնելու համար։ Չափումներից հետո ստանում ենք փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա արդեն շարունակում ենք մեր գործողությունները։ Եթե արկա է խախտում աղմուկի մակարդակի, տրվում է կարգադրագիր այդ խախտումները վերացնելու համար, այնուհետև վարչական իրավախախտման գործի վարույթ է հարուցվում եւ կիրառվում է պատասխանատվության միջոց։ Ինչպես նշեցի, 2024 թվականին 110 վարչական վարույթ է հարուցվել, որից 82-ը դիմումի հիման վրա, արդյունքում 35 կարգադրագիր է տրվել, այսինքն խախտումներ արձանագրվել են եւ խախտումները մինչեւ վարույթի ավարտը վերացված չեն եղել, 46 վարչական վարույթ կարճվել է, այդ թվում 14-ը դիմումից հրաժարվելու հիմքով, 1 վարչական վարույթ կասեցվել է, որը այս տարի կրկին կարճվել է։ Ուզում եմ անդրադառնալ այս դիմումից հրաժարվելու հիմքով կարճումներին, որովհետեւ աղմուկի դեպքում մենք հաճախակի ունենում ենք այս թիվը եւ աղմուկի եւ աշխատանքային իրավունքի
մուտքի մասով մենք վարչարարություն երբ իրականացնում ենք, որոշակի վիճակագրություն կա ակնառու մեզ մոտ, երբ հրաժարվում են իրենց դիմումից։ Այսինքն վարչական վարույթը հարուցվում է արդեն մինչ չափումը աղմուկի, քանի որ տնտեսաբարողը կամ աղմուկի աղբյուրը ում կողմից է գալիս, ծանուցվելով վարչական վարույթի մասին, վերացնում է այդ խախտումները ինչ որ միջոցներով, կամ իջև չափումը դա կարող է լինել կամ չափումից հետո, եւ արդեն դիմողը նորից գրավոր դիմում է ներկայացնում, որ հրաժարվում է իր դիմումից, այլևս այդ աղմուկը իրեն չի անհանգստացնում։ Արդյունքում կիրառել ենք 41 վարչական տույժ տուգանք, տեսչական մարմինը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով 42-րդ հոդվածով իրավասու է քննել գործերը ընդհանուր սանիտարական նորմերի խախտումների վերաբերյալ, այդ թվում աղմուկի եւ տույժը քաղաքացիների նկատմամբ կիրառվում է 10-ից 50,000 դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ 40-ից 200,000 դրամ տույժ։ Մենք ընդհանուր սա ընթացակարգը ներկայացրեցի, ունենք վերահսկողության ընթացքում նաև արձանագրված խնդիրներ, որը տեսչական մարմնի կողմից գույքագրվում է։ Տեսչական մարմինը չի հանդիսանում քաղաքականություն մշակող մարմին, չունի իրավասություն մշակելու նորմատիվ իրավական ակտեր եւ հաստատելու, սակայն մենք գույքագրում ենք այն խնդիրները, որոնք արձանագրվում են վերահսկողության ընթացքում եւ ներկայացնում ենք տեսչական մարմինների համակարգման գրասենյակ, հանդիպումներ ենք ունենում առողջապահության նախարարության հետ քաղաքականություն մշակող մարմնին ենք ներկայացնում կամ օրինակ նախանցյալ շաբաթ կարծես թե հանդիպում ունեցանք պարոն Թորոսյանի հետ իր նախաձեռնությամբ, ելի կրկին մեր վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Աղմուկները ինչ աղմուկի աղբյուրների ենք առնչվում, այսպես ասած, մեր վարչարարության ընթացքում։ Գերակշռող մասը դա շինարարական աղմուկն է։ Այնուհետև հանրային սննդի օբյեկտներից, սրճարաններից, ռեստորաններից աղմուկը, անհանգստացնող աղմուկը։ Ունենք նաև ավտոլվացման կետերից եւ այլ աղմուկի աղբյուրներից բողոքներ, բայց հիմնական գերակշիռ մասը եւ խնդրահարույցը դա շինարարական աղմուկն է։ Հիմա ներկայացնեմ ինչու է խնդրահարույց դա։ Խնդրահարույց է այն մասով, որ մեր կատարողական վարույթները, այսինքն կարգադրագիրը, եթե հայտնաբերվեց խախտում եւ տրվեց կարգադրագիր, ապա այդ մասով շատ ցածր է արդյունավետությունը, որովհետեւ հիմնական աղմուկը կառուցապատման ընթացքում դա հիդրավլիկ մուրճերի կիրառումն է, որով շենքի հիմքերն են փորում եւ ամենամեծ աղմուկը այդ հիդրավլիկ մուրճերի կիրառումից է լինում։ Եթե մենք խախտումը հայտնաբերում ենք, տալիս ենք կարգադրագիր եւ սահմանում ենք ողջամիտ ժամկետ այդ խախտումը վերացնելու համար, կառուցապատողը շարունակում է իր աշխատանքը։ Այստեղ մենք այլ լծակներ չունենք ներգործություն անելու, մենք վիվ վարույթի դաշտ ենք տանում եւ կիրառում ենք տույժ, որ ինչպես նշեցի 40-ից 200,000 դրամ է։ Եվ այս տույժի քանակը կառուցապատողի համար այնպիսի նշանակություն չունի, որ իր վրա կարողանա ներգործություն ունենալ առաջադրանքների կատարումը ապահովելու համար։ Այսինքն տնտեսաբարողը շարունակում է իր աշխատանքը, մենք շարունակում ենք մեր վարչարարությունը, պատրաստական վճարում է տուգանքը, ու մինչև մենք գնում ենք կատարողականը նայելու, չի կատարել, նորից հարկադրանքի նախազգուշացում, հարկադրանքի միջոց, էլի տուգանք ենք կիրառում, եւ այս վարչարարությունը շարունակվում է հիմնականում այնքան, մինչև կառուցապատողը ավարտում է իր աշխատանքները։ Այս խնդրի լուծման կապակցությամբ շատ են քննարկումներ եղել եւ մենք բարձրացրել ենք հարցը, որպեսզի կասեցվի շինարարությունը։ Մենք տեսչական մարմինը չունի նման լիազորություն, դա պետքա կամ մեծ տրվի լիազորությունը, կամ պետքա իրավասու մարմիններին դիմի տեսչական մարմինը կարողանա, որպեսզի իրենք կասեցնեն շինարարությունը այդ ընթացքում։ Ամենաարդյունավետը թերևս կարելի է դա լինել։
կատարել։ Ամենապարզ միջոցներից, որ հետաքրքիր է մեր կառուցապատողները չեն օգտագործում, կան ձայնամեկուսիչ միջոցներ։ Ինքս ես ուսումնասիրել եմ համացանցով եւ բավականին չեմ կարծում թանկ, մանժետային տիպի այսպես ծածկեր են, որ փաթաթվում են այդ հիդրավլիկ մուրճի աշխատեցնող այդ մեխանիզմին եւ կտրուկ իջնում է ձայնի մակարդակը, աղմուկի մակարդակը։ Սա չի կիրառվում ոչ մի կառուցապատողի կողմից։ Եվ որոշակի ազդեցություն ունի բացասական իմաստով տուգանքի չափերը, քանի որ կառուցապատողների համար այդ 40,000 տուգանքը նվազագույն շեմն եմ բերում, նշանակություն չունի եւ իրենք ավելի կտուժեն, եթե այդ շինարարությունը իրենք կասեցնեն եւ չշարունակեն, իրենց համար լավ է այդ տուգանքը, այնուհետեւ հարկադրանքի միջոցները 50,000-ից սկսվում է մինչեւ 500,000, իրենք վճարում են մինչեւ վերջացնում են այդ աշխատանքները։ Մյուս խնդիրը կամ աղբյուրը ավելի Տիկին Հակոբյան պետք է խնդրեմ, որ ամփոփեք։ Ահա։ Շատ լավ, ուրեմն հանրային սննդի օբյեկտներից եկող աղմուկի մասին է խոսքը, այստեղ մենք էլի խնդիրը կայանում է նրանում, որ չափում ենք ուրեմն չափումների ընթացքում չափվում է ֆոնային աղմուկ եւ այսինքն այդ աղբյուրների աղմուկի անջատած վիճակում, այնուհետեւ միացրած վիճակում ու երբեմն լինում է, որ աղմուկը ֆոնային, քանի որ ֆոնային աղմուկը այդ հատվածում բարձր է, ֆոնային աղմուկի մեջ, ֆոնի մեջ ներդրում չի ունենում եւ հնարավոր չէ տարբերակել արդյոք այդ աղմուկի աղբյուրից առաջացող հենց այդ աղբյուրից առաջացող աղմուկը օրենսդրության պահանջների այդ նորմերի թույլատրելի սահմանը գերազանցում է թե ոչ։ Ես առաջարկում եմ հարցերի ժամանակ, եթե ժամանակ լինի, դուք նաև անդրադառնաք։ Միգուցե արդեն մնացած ինչ նախատեսում է ասել, արդեն հարց-պատասխանի շրջանակներում կներկայացնեմ։ Տիկին Ղազարյան, ներողություն եմ խնդրում անցած հարցը չտալու ձեզ զայն չտալու համար, համեցեք։ Շնորհակալություն։ Իմ հարցը ձևակերպեմ այսպես մի քանի ձևակերպումներ կտամ տեսչական Խնդրեմ մոտ կպահեք։ Տեսչական մարմնի ստուգումների հետ կապված մի քանի խնդրահարույց հարցեր են եղել քաղաքացիների կողմից, մենք այդ ուսումնասիրություններից տեղյակ ենք։ Դուք հարց բարձրացրեցիք, որ քաղաքացին շատ եղել են դեպքեր, որ հրաժարվել են տեսչական մարմնի ստուգումներից։ Հարցս այսպես ձևակերպեմ, առաջինը, ունեք ուսումնասիրություններ, ինչու է հրաժարվել քաղաքացին ստուգումներից, եթե կարելի է երկրորդ հարցն էլ ձևակերպեմ, եւ ստուգումների ընթացքում պարզաբանվել է քաղաքացիների դժգոհությունը այն առայն, որ երաժշտության աղմուկի աղբյուրից հնչող ձայնը եւ տվյալ քաղաքացու բնակարանում ստուգող անձը հավաստիացրել է, որ ռեստորանը կամ բացօթյա սրճարանը ամենաբարձրի վրա է, այսինքն քաղաքացին ընդվզել է, բողոքել է, որ ինչպես ձեզ համոզեմ, որ ձայնը բարձր է եղել նախքան ձեր այցելությունը։ Այսինքն այս չափագրման ընթացքում քաղաքացի եւ տեսչական մարմին հակասություններ է եղել ստուգման ընթացքում, էլի։ Հիմա հարցս նորից կրկնեմ, ունեք ուսումնասիրություն, ինչու են հրաժարվում եւ երկրորդը ինչ գործիքակազմեր ունեք վերահսկողություն իրականացնելու հենց այդ պահին տեղի ունեցող հակասությունների ուսումնասիրության անհրաժեշտություն չկա, երբ կգրում են գրավոր դիմում իրենց նախորդ դիմումից հրաժարվելու համար, հիմնականում պատճառը նշում են, որ այլևս այդ ձայնը իրենց չի անհանգստացնում եւ այդ տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկել է միջոցառումներ, ձայնամեկուսիչներ է կիրառել կամ այլևս չի այդ ձայնը իջացրել կամ ինչ որ միջոցներ է ձեռնարկել, սովորաբար գրում են պատճառը։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, այո, դա այդ քուսին էլ ենք առնչվել, այստեղ մի փոքր օրենսդրական էլի կարգավորման կարծում եմ անհրաժեշտություն կա, որտեղ վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի 29.1 հոդվածի համաձայն տեսչական մարմինը պարտավոր է ծանուցել վարույթի կողմերին, վարչական վարույթի եւ իրականացվելիք բոլոր գործողությունների մասին, քանի որ կա այս նախնական ծանուցման պահանջը, հաճախ եղել է, երբ արդեն
արդեն մենք զննում ենք իրականացնում, ես ինչպես նշեցի, հստակեցնում ենք աղբյուրը աղմուկի եւ երբ գնում են արդեն գործիքաչափման իրավասու մարմինները, այնտեղ ներկայացնում են քաղաքացիները, այո, դժգոհում են եւ պնդում են, որ քանի որ տնտեսավարողը արդեն նախապես տեղյակ է եղել այդ ստուգաչափումներին, նա փոխել է իր այդ ձայնաբարձրացնող համակարգերը, դինամիկները, այսպես ասած, փոխվել է եւ աղմուկը դրա թեկուզ չափման ընթացքում դնում են ամենաբարձրի վրա, առավելագույնի վրա, սակայն իրենք պնդում են, որ չի եղել, այդ սարքերը չեն եղել, ու այդ աղմուկը չի եղել այն ընթացքում, երբ որ իրենց անհանգստացրել է։ Այստեղ մենք չենք կարող ինչ-որ ապացուցողական ապացուցել կամ հերքել այս ամենը, բայց դա արդեն միտք է տալիս, որ մտածենք միգուցե օրենսդրական կարգավորում է պետք, որպեսզի աղմուկի համար այդ նախապես ծանուցումները չլինեն։ Ծանուցումը լինի զնման ստուգաչափման հետ միաժամանակ։ Շնորհակալություն, ես մի բան էլ հայտնեմ քաղաքացիների անունից, որոնց հետ շփվել եմ, պատշաճ վարչարարություն, երբ որ իրագործում եք, այո, հենց դա է մեղը, որ շատ հաճախ խախտվում է ճշգրիտ պատկերը ներկայացնելուն, գուցե փոփոխություններ լինեն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հաջորդ ելույթի համար Էդուարդ Վասիլյան։ Տիկին Հակոբյան, ուզում եմ ճշտել արդյոք շատ են ստացվում բողոքներ բնության գրքում գործող հանգստյան տներից, որովհետև դիցուկ ուզում ես գնաս բնության գրքում հանգստանաս ու այնտեղ գործող հանգստյան գոտների աղմուկը խոչընդոտում է հանգստիդ ու քանի որ գիշերային ժամ չէ, որովհետև հանգստյան գոտու ղեկավարությամբ չես կարող համոզել, որ օրինակ քո աղմուկը կրճատիր եւ երկրորդը ավելի շատ առաջարկություն, որ քանի որ հնարավոր է քաղաքացիների կողմից բողոքներ ավելի շատ լինեն եւ տեսչական մարմնի աշխատողները չհասցնեն, էլի օրվա ընթացքում բոլոր բողոքի վայրեր այցելել, ստեղծեն ինչ-որ սոցիալական հարթակ կամ հավելված, որտեղ քաղաքացիները ներկայացնեն գրավոր ձևով իրենց այսպես բողոքները եւ տեսչական մարմինը տեսնելով բողոքների քանակը, թե օրինակ կոնկրետ որ հասցեից կամ որ շրջանից ավելի շատ ստացվում, այդ հատվածը ավելի շատ կկենտրոնանան այդ հատվածի վրա, ճիշտ թիրախավորելով կարող են նախնդիրը կարգավորել։ Եթե հնարավոր է նման պահի Շատ առաջի հարցի վերաբերյալ նորմը առողջապահության նախարարի հրամանով հաստատված 138 հրամանով այդ թափանցող աղմուկը նորմերը դրա համար սահմանված են ոչ միայն բնակարաններում, այլև առողջարաններում, պոլիկլինիկաներում, դասասենյակներում, ուսումնական սենյակներում եւ այլն։ Կա այդ հրամանում առանձին աղյուսակ որում առանձին տողերով նշված են։ Միգուցե կա այդ խնդիրը, ես չեմ հերքում, բայց մենք 2024 թվականին կոնկրետ մեր բոլոր բողոքները եղել են բնակարաններ թափանցող աղմուկի վերաբերյալ։ Երկրորդ մասով օրենսդիրը սահմանել է հստակ ժամանակահատված, հաշվի առնելով այդ բոլոր հասցնելու եւ այլն ընթացակարգերը վարչարարության եւ 30 օր է վարչական վարույթի համար նախատեսված առավելագույն ժամկետը եւ մենք չունենք այդպիսի խնդիր, երբեմն լինում է ծանրաբեռնվածություն, կադրային արձակուրդներ եւ այլն տարբեր հարցեր, դրա համար օրենսդիրը նաեւ նախատեսել է, որ անհրաժեշտ է երկար հիմքեր, որոնցով մենք կարող ենք երկարաձգել վարչական վարույթի ժամկետը։ Նույնը նաև ստուգումների մասին օրենքի համաձայն է այդ ընթացակարգը տեղի ունենում, ելի մենք ունենք հնարավորություն եւ իրավական հիմքեր, որպեսզի երկարաձգենք։ Մեզ համար բոլոր բողոքները կարևոր են եւ մենք այսպեսի առաջնահերթություններ չենք տալիս դրանց։ Կազմակերպական աշխատանքների միջոցով ամեն ինչ կատարվում է։ Շատ բարի, շնորհակալ։ Անուշ Պողոսյան, համեցեք։ Տիկին Հակոբյան, ինչքան ձեզ լսում եմ, այնքան հարցերը շատանում են։ Դուք նշեցիք, որ ընդամենը մեկ տարվա մեջ 110 աղմուկի ուսումնասիրություն եք կատարել, որից ընդամենը 32%-ն են ավարտվել խախտման արձանագրությամբ եւ վարչական տուժով, հա։ Այսինքն, այս ձեր թվերին, որ լսում ենք, աղմուկը այդքան էլ տենց պրոբլեմատիկ չի, հա, Երևան քաղաքում, այս տենց մեջբերում, բայց հարցս այսպիսին է։ Սննդի օբյեկտներում հաճախ գիշերային ժամերին են աղմուկը լինում եւ դուք հայտ եք տալիս համապատասխան փորձագիտություն արող կառույցներին եւ փորձագետները գնում են ստուգաչափման։ Արդյոք տեսուչները վարչական վարույթ իրականացնող լինում են ստուգաչափողների հետ։ Առաջի հարցը եւ երկրորդը,
Եթե լինում են տեսուչները, նրանք հիմնականում քաղ ծառայողներ են, արդյոք արտաժամյա աշխատավարձներ այդ տեսուչները ստանում են, եւ այս աստծո հաջողությամբ նախաձեռնության մեկ ավարտից հետո ունենալու ենք այս 110 վարույթը տասնյակներով, հարյուրավերներով ավելացում։ Արդյոք դուք հաշվել եք պետության վրա ինչ է արժանալու նոր տեսուչներ ընդգրկելը եւ արտաժամով վճարելը։ Ունեք մոտավոր պատկերացում պետական բյուջեի վրա դա ինչքան է նստելու եւ ունեք այդ հաշվարկները քանի տեսուչ եք ավելացնելու դրա հետ կապված։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Պողոսյան։ Ես ինչպես նշեցի, 41 տույժերը, դրանք նշեցի բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթների արդյունքում կիրառված պատասխանատվության միջոցները եւ պատասխանատվության միջոցները կիրառվել են այն դեպքում, երբ արձանագրվել են խախտումներ եւ դրանց հիման վրա վարույթներ են հարուցվել եւ այստեղ վարույթի ժամանակ ես կոնկրետ ստույգ թիվ չեմ կարող ասել, բայց հնարավոր են դեպքեր, որտեղ գործը քննող անձը քննում է պարզաբանում է խախտման բնույթը, կատարման հանգամանքները, հետևանքները տույժի չափը որոշելիս, ինչպես նաև անձնական պատասխանատվությունը եւ մեղքի առկայությունը կամ բացակայությունը։ Ընդհանուր առմամբ մեր վարչարարության ընթացքում մենք ունենք որոշակի վիճակագրություն, երբ պատասխանատվություն կիրառելու ընթացքում այլ վարույթի ընթացքում անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից։ Ես չեմ բացառում, որ կարող են եզակի դեպքեր լինել աղմուկի դեպքում, բայց դա ինչ որ գերակշռ վիճակագրություն կարող եմ հաստատել, որ իրենից չի ներկայացնում։ Ինչ վերաբերում է չափումներին, չափումները իրականացնում է իրավասու մարմինը, ում հետ ունենք ծառայությունների կատարմատուցման պայմանագիր եւ ամբողջ ընթացակարգը իրենք են իրականացնում, մենք գիշերային ժամերին չեն գնում մասնակցելու։ Ինչ վերաբերում է արդեն այդ մարմնի աշխատողներին, չեմ կարող պատասխանել իրենց մասով, զուտ կարող եմ իրազեկել, որ աշխատանքային օրենսգրքի 144-րդ հոդվածով կարգավորված է այդ հարցը, որ արտաժամյա աշխատանքի ներառելու դեպքում գրավոր համաձայնություն պետք է տա այդ անձը։ Նաև այդ հոդվածով սահմանված է, որ ղեկավար աշխատողների համար արտաժամյա աշխատանք չի համարվում աշխատանքից դուրս աշխատելը։ Հուսով եմ պատասխանեցի ձեր հարցին։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան։